Շարունակենք մեր զրույցը Սուրբ հաղորդության վերաբերյալ ըստ Զաքարիա Վարդապետ Բաղումյանի 100 հարց Սուրբ հաղորդության գրքույկի։ Չնայած հայոց եկեղեցու զավակ եմ եւ ինձ հավատացյալ եմ հավանում, բայց եկեղեցի շատ հազվադեպ եմ գնում, ցավոք չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հաղորդվել։ Այս հարցը լավ է տրված, որ ասում չեմ հիշում, հարցը չէ, ճիշտ խոսքը, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հաղորդվել։ Շատ ու շատ հայ եկեղեցու զավակներ նույնիսկ չգիտեն ինչ է հաղորդությունը, որ ասում են հաղորդություն ստացել ես երբևէ, կամ մասնակցում ես, ասում է այդ ինչ է։ Կամ մարդը փորձում հաղորդություն բառը ինքն իրեն մեկնաբանել, մտածելով հաղորդություն ասելով ի նկատի ունենք հաղորդակցվել, հա, զրուցել, խոսել, ասում ես դու հաղորդություն ստացել ես, ասում եկել եմ, որ հաղորդակցվեմ, ես հաղորդակցվում եմ միշտ Աստծու հետ, հա, շփոթմունք կա այստեղ, այսինքն այս մեր ցավն է, որ մենք հոգևորականներս եկեղեցին, հա, չի բացատրել մարդկանց, քիչ է բացատրել, անբավարար է բացատրել եւ այսօր մեզանում շատերը, հա, կամ ընդհանրապես չգիտեն ինչ է Սուրբ հաղորդությունը, մկրտվել են մկրտության օրը ստացել են, չգիտեն ինչ է, կամ շատ փոքր են եղել, կամ էլ առանց իմանալու, հա, առանց բացատրության հաղորդություն են ստացել, կամ էլ թե չէ շատ հազվադեպ են, եթե նույնիսկ գիտեն ինչ է Սուրբ հաղորդությունը, չեն հիշում, թե վերջի անգամ իրենք երբ են Սուրբ հաղորդություն ստացել։ Սուրբ Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթում ասում է. ինչպես մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ հավատը առանց գործերի։ Մարդիկ տարբեր կերպ են հասկանում հավատացյալ լինել արտահայտությունը։ Մեր օրերում շատերն անգամ այս խոսքը նույնացնում են աղանդավորության հետ։ Այնինչ այն ենթադրում է աներեր հավատք Աստծո հանդեպ, ուղղափառ դավանանքի իմացություն եւ գործնական հավատք, այլ խոսքով պատասխանատվություն, հանձնառություն եւ գործուն մասնակցություն Քրիստոսի մարմնի եկեղեցու կյանքին։ Այս տեսանկյունից քրիստոնյայի կրավորական կեցվածքը անընդունելի է եւ դատապարտելի։ Ճիշտ է, մկրտությունը հոգևոր կյանքի սկիզբն է, բայց ոչ վերջը, քանզի դրանից հետո էլ մենք հաճախ մեղքեր ենք գործում, բայց երբ ապաշխարում ենք եւ հաղորդվում, ներվում են մեղքերը եւ կրկին հարության հույսն է արթնանում մեր մեջ։ Հաղորդությունը հենց այն հոգևոր կերակուրն է, որ մեզ անհրաժեշտ է մշտապես։ Հիսուս շատ հստակ ասել է, որ առանց իր մարմինն ու արյունը ճաշակելու չենք կարող երկնքի արքայություն մտնել, ասել է թե փրկվել։ Հետևաբար, առանց Սուրբ հաղորդության չկա քրիստոնյայի կյանք։ Եթե մեկն իրեն հավատացյալ է համարում, ապա պետք է գործնականում ցույց տա դա, քանզի վերջին դատաստանի ժամանակ մեր փոխարեն խոսելու են մեր գործերը։ Հաճախ կարելի է լսել նման արդարացում. մոռացել եւ մի գավաթ սուրճ եմ խմել, կարող եմ հաղորդվել։ Սա անլուրջ մոտեցում է Սուրբ հաղորդության։ Եթե դու առավոտ մոռացել ես, որ պիտի հաղորդություն ստանալ, բա դու ո՞նց ես պատրաստվել հաղորդության։ Դու մի քանի օր շարունակ, մի շաբաթ պիտի անընդհատ աղոթքներով, մեղքերը հիշելով, զղջումով, Սուրբ Գիրք կարդալով պատրաստվեիր հաղորդության եւ այդ օրն էլ առավոտից կամ երեկոյան գիշերից արդեն ծոմ պահած սրտի թրթիրով սպասել, դու ո՞նց էիր պատրաստվում, որ առավոտ մոռացար սուրճ խմեցիր։ Հասկանում ես։ Ասում սա անլուրջ մոտեցում է Սուրբ հաղորդությանը, քանզի քրիստոնյան միշտ պետք է զգոն, աչալուրջ եւ ավելի խստապահանջ լինի, հատկապես իր հանդեպ։ Եթե մարդ գիտե, որ վաղը կամ որևէ օր Սուրբ հաղորդություն պիտի ստանա, ապա պարտավոր է պատրաստվել իր ուժերի չափով, ուշադրություն դարձնելով ամեն ինչի, այս դեպքում երկրորդական կամ ավելորդ բաներ չկան։
Հնարավոր չէր դիմանալ գայթակղությանը եւ առավոտյան հրաժարվել ավանդական սուրճից կամ թեյ խմելուց։ Իհարկե, անհնար չէ։ Երբեմն ծուլությունը, անզգոնությունը մեզ շեղում են ճշմարիտ ճանապարհից։ Նման դեպքերում ավելի լավ է չհաղորդվել, որպեսզի հաջորդ անգամ պատրաստ մոտենանք սուրբ հաղորդությանը։ Կարող եմ նույն օրը մի քանի անգամ հաղորդվել տարբեր եկեղեցիներում։ Այս էլ կարևոր հարց է։ Ոչ, օրվա մեջ մեկ անգամ հաղորդվելը լիովին բավարար է։ Եթե սուրբ պատարագի ժամանակ մի քանի սկիից են սուրբ հաղորդություն բաշխում, ապա այդ դեպքում եւս պետք է միայն մեկ սկիից հաղորդվել։ Ի նկատի ունի մեծ պատարագներին, որ տոնական բազմամարդ պատարագներ է լինում կենտրոնական եկեղեցիներում, օրինակ առաջնորդանիստ եկեղեցիներում կամ այդ տաճարում, երբեմն որ հաղորդվողների թիվը շատանում, մի քանի հոգևորական չէ հաղորդություն տալիս միաժամանակ, այդ ժամանակ էլ ասում մեկից մյուսին չպետք է անցնես, մի տեղից պիտի ստանաս հաղորդություն։ Հայոց եկեղեցում մի քանի կանոններ կա, որ դրանք պետք է պահել։ Մի մարդը մի օրվա մեջ մի անգամ կարող է սուրբ հաղորդություն ստանալ։ Նույնիսկ եթե դու 10 պատարագի ես մասնակցում, չես կարող 2 անգամ հաղորդություն ստանալ, մի անգամ պիտի ստանաս։ Մի քահանան մի օրվա մեջ մի անգամ կարա պատարագի։ Այսինքն նույն քահանան իրավունք չունի մի օրվա մեջ 2 անգամ պատարագ մատուցելու։ Հա, մի հատ էս եկեղեցում, մի հատ էլ գնացինք այլ մյուս եկեղեցում, հա? Կամ այս եկեղեցում մի հատ առավոտ, մի հատ էլ կեսօրին։ Հա, չի կարելի։ Եվ ուրիշ բան էլ կա, մի սեղանի վրա, մի խորանի վրա, մի սեղանի վրա օրվա մեջ մի անգամ կարելի է պատարագ մատուցել։ Այսինքն այս մեծ սուրբ սեղանի վրա չեմ կարող ես պատարագ մատուցել, հա, եւ այդ նույն օրը մի ուրիշ քահանա գա ինքն էլ այնտեղ պատարագ անի։ Մի սեղանի վրա, այս հայոց եկեղեցու կանոնն է։ Ուրիշ եկեղեցիներ չգիտեմ ինչքանով ունեն, համենայն դեպս գիտեմ, որ կաթոլիկները չունեն։ Կաթոլիկները նույն սեղանի վրա օրվա մեջ մի քանի անգամ պատարագ են մատուցում։ Մեզանում արգելված է, կանոն կա։ Այսինքն օրվա մեջ մենք մի անգամ ենք հաղորդվում, քահանան մի անգամ կարող է պատարագ մատուցել նույն սեղանի վրա, նույն խորանի վրա, օրը մեկ պատարագ կարող է լինել, մի քանի անգամ չի կարող պատարագ լինել։ Ինչպես պետք է պահել սուրբ հաղորդություն ստանալու օրը։ Քրիստոնյայի համար այդ օրը նվիրական է եւ առանձնահատուկ իր նշանակությամբ, բովանդակությամբ, հատկապես հաշվի առնելով սուրբ հաղորդության խորհրդի կարևորությունը։ Այն անպայման պետք է տարբերվի մյուս սովորական օրերից ամեն ինչով։ Երբ մի պահ մարդկային տկար մտքով գիտակցում ես եւ հասկանում, որ պետք է ճաշակես Հիսուսին եւ հաղորդակցվես Աստծո հետ, սիրտդ իսկապես ուրախությամբ է լցվում։ Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելը հոգևոր տոն է մեզ համար, ուստի այդ օրը խորհուրդ է տրվում աղոթքով եւ հոգևոր առանձնությամբ անցկացնել, սուրբ գիրք կամ հոգեշա գրականություն կարդալ, իսկ սուրբ հաղորդությունից հետո գոհություն հայտնել Աստծուն այդ շնորհին արժանացնելու համար, խնդրելով ամենակարողից մեզ հետ պահել մեղանչելուց։ Այդ նույն հոգևոր մթնոլորտը պետք է փորձել պահել ամբողջ օրվա ընթացքում։ Անընդունելի է սուրբ հաղորդություն ստանալուց հետո դուրս գալ եկեղեցուց եւ սկսել մեղքեր գործել։ Նախ ուզում եմ զուգահեռ տանել։ Երբ որ մենք մեզ հրավիրում են հարսանյաց հանդեսի, մենք պատրաստում ենք, չէ՞, այդ օրվան։ Կարևորում ենք, հա? Շատերը իրենք հարդարվում են, հարսանիքի խնջույքին մասնակցելն է մեզ համար, մարդու համար, քրիստոնյայի համար ավելի կարևոր, թե սուրբ հաղորդություն, Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելը։ Ուրեմն, եթե մենք սպասում ենք շաբաթներ առաջ, օրեր առաջ, որ այսօրը հարսանիքի եմ, սկսում ենք պատրաստվել, բա շաբաթներ առաջ, օրեր առաջ մենք պիտի պատրաստենք սուրբ հաղորդության, առավել եւս։ Եվ երկրորդ, այստեղ մի բան էլ ասեմ, ես մի քրիստոնյա մարդու էի ճանաչում, տարիներ առաջ, 30 տարի առաջվա բան եմ ասում, որ ինքը
Սուրբ հաղորդությունից հետո դե մենք սովորույթ ունենք, չէ՞, Սուրբ հաղորդությունից հետո գնում ենք տուն, ճաշում ենք, որտեվ ծոմապահությամբ ենք եկել, հաց չենք կերել, ենթադրենք 3 երեկոյից կամ այդ օր առավոտից չենք կերել, արդեն սոված ենք, պատարագը վերջացել է, կեսօրն անցել է, գնում ենք տուն եւ ճաշում ենք, կամ եկեղեցում հենց սիրո ճաշի ենք մասնակցում։ Եթե այդ հնարավորությունը կա, եկեղեցում պատարագի ավարտին սիրո ճաշի ենք մասնակցում։ Այդ մարդը ինքը այդ օրը հաց չէր ուտում։ Հաղորդություն ստանալուց հետո էլ չէր ուտում։ Ասում եմ, ինչի՞ չես ուտում։ Ասում եմ, չեմ ուզում այս օրհնությունը կորցնեմ։ Ես երանելի վիճակի մեջ եմ, որ սուրբ հաղորդություն եմ ստացել, եւ ասում եմ, հիմա որ հաց ուտեմ, այդ երանելի վիճակս կորցնելու եմ, ուզում եմ մնամ այդ երանելի վիճակի մեջ։ Մոտեցումը անձնական բան է, այս ընդհանուր չի, այդ մարդը այդ մոտեցումն ունի, այսինքն ինքը հաղորդությունից ուղղակի երանության մեջ էր, եւ ասում էր, հիմա որ ուտեմ մի բան, այս վիճակս խախտվելու է։ Մոտեցումը լավ է, բայց իր մոտեցումն է։ Այս այնպես չի, որ բանը, ուզում եմ ասեմ, մարդիկ թե ինչպես ինչ վերաբերմունք ունեն սուրբ հաղորդությանը եւ ինչպես էին ուրեմն մոտենում կամ այդ օրը իրանց ինչպես էին պահում։ Կարելի է հաղորդվել մեծ պահքի ընթացքում։ Այս կարևոր հարց է։ Գիտեք, մեծ պահքի ժամանակ բարակույրը փակ է, հաղորդություն չի տրվում, հիմա հարց կա, կարելի է հաղորդվել մեծ պահքի ընթացքում, բայց նաև մենք գիտենք, որ մեծ պահքի ընթացքում մի քանի անգամ բարակույրը բացվում է եւ բաց պատարագ է լինում։ Մեծ պահքը զղջման, ապաշխարության եւ ներհայոցողության շրջան է քրիստոնյայի կյանքում։ Երբ եկեղեցու սուրբ խորանները ծածկված են, այսինքն խորհրդաբանորեն մեր առջև փակ են դրախտի դռները։ Ուստի սուրբ հաղորդություն չի տրվում, թե երբ է ծիսական այս սովորությունը մեր եկեղեցում հաստատվել, դժվարանում ենք ասել։ Մինչդեռ մյուս եկեղեցիները հավատացյալներին հորդորում են հաճախակի հաղորդվել հենց մեծ պահքի ընթացքում, այսինքն մյուս եկեղեցիների, կաթոլիկ ուղղափառ եկեղեցիների մասին խոսքը, հոգևոր առումով զորացած սպասելով Տիրոջ հրաշափառ հարության ավարտին։ Հիմա տարբեր է մոտեցումները, բայց նպատակը նույնն է՝ պատրաստվել հարության տոնին։ Մի պարագայում չհաղորդվելով, զրկվելով, մեզ պահելով, փափագող լինենք այդ օրը հաղորդվելու։ Մյուս պարագային էլ, մյուս եկեղեցիների պարագային հաճախ հաղորդվելով, էլի հոգևոր զորացած պատրաստենք սուրբ հաղորդության տոնին, թեև պահքի մեջ են, բայց հաղորդություն ստանում են։ Իսկ բացառություններ կան, հարցնում է, մեծ պահքի ընթացքում, ասացինք չենք հաղորդվում, բայց բացառություն լինում է, թե չէ։ Մեծ պահքի ընթացքում սուրբ հաղորդություն տրվում է մի քանի բաց պատարագների ժամանակ։ Այսինքն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոր վիրապ մուտքին բաց պատարագ է լինում, ծաղկազարդին, ավագ հինգշաբթի, չէ՞։ Եթե ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը հանդիպում է մեծ պահքի շրջանում, այդ օրն էլ պատարագ լինում, ինչպես այս տարի եղավ։ Ապա այդ օրը նույնպես սուրբ հաղորդություն է բաշխվում։ Բացի այդ, ինչպես ասեցիք արդեն, այո, նաև հիվանդներին տալիս ենք, եթե մահամերձ հիվանդը անհրաժեշտություն է, հաղորդություն ենք տալիս։ Եթե մարդը մկրտվում է մեծ պահքի ընթացքին, մկրտվողին հաղորդություն ենք տալիս, անկախ նրանից, որ խորանը փակ է, բայց մեծ պահքի շրջանը հաղորդություն տալիս ենք։ Արդյոք դաշտանի ժամանակ կնոջը կարելի է հաղորդվել։ Այս հարցը կարևոր է, բայց միևնույն ժամանակ վիճահարույց մեր օրերում։ Ուստի յուրաքանչյուր հոգևորականից պահանջվում է նրբանկատություն եւ համապատասխան մոտեցում բացատրելու եւ ընկալելու դարձնելու եկեղեցու տեսակետը։ Պետք է նշենք, որ հոգևորականների շրջանում նույնպես կարծիքները տարբեր են։ Մի մասը թույլատրում է սուրբ հաղորդություն ընդունել, մինչդեռ մյուսները ավելի խիստ են եւ կտրականապես դեմ։ Խնդրի ընկալումը եւ գործնական կիրառումը տարբեր է նաեւ Հայաստանում եւ Սփյուռքի մեր թեմերում։ Դաշտանի մեջ գտնվող կնոջը սուրբ հաղորդություն տալ
կամ չտալը քննարկման նյութ է նաև ուղղափառ եկեղեցիներում և աստվածաբանների շրջանում։ Երկու տեսակետներն էլ ունեն իրենց պաշտպաններն ու ընդդիմախոսները։ Դաշտանը բնական երևույթ է և հատուկ միայն իգական սեռին, որի ընթացքում կինը բազում անհարմարություններ է զգում և ցավեր ունենում։ Շատերի կարծիքով, երբ եկեղեցին նրան սուրբ հաղորդություն չի տալիս, ասես բազմապատկում է նրա առանց այդ էլ ցավագին վիճակը և մի տեսակ խտրականություն դնում սեռերի միջև։ Անմաքրության շրջանում կնոջը սուրբ հաղորդություն չտալու հիմնական պատճառն այդ վիճակում սրբությանը մոտենալու արգելքն է։ Տես Ղևտացիներ սուրբ գրքի մեջ կա, ասում է, կինը այդ վիճակում ինքը մաքուր չի և իրավունք չունի սրբություններին մոտենալ, հին ուխտից է գալիս։ Ինչպես նաև եկեղեցում արյան ծորման բացառումը։ Վերջին պատճառաբանությունը երկրորդական է այժմ, քանզի ժամանակակից աշխարհում կան հիգիենայի պահպանման բոլոր անհրաժեշտ միջոցները խնամված և մաքուր վիճակում եկեղեցի գալու համար։ 5 տականին մեկ այլ օրենքով անմաքուր էր համարվում նաև նոր ծննդաբերած կինը, ուստի չէր կարող եկեղեցի մտնել 40 օր և համապատասխան սուրբ գրքի տեղերն է նշում Ղևտացիներ։ Սա է պատճառը, որ երբ մանկանը մկրտում են 8 օրականում, մայրը անմաքրության պատճառով չի կարող մասնակցել եկեղեցական արարողությանը։ Անմաքրության այս արգելքը հատուկ է ոչ միայն հրեաներին, այլև ուրիշ ազգերի, որը արտացոլված է նաև գեղարվեստական գրականության, մարդկանց հավատալիքների և մտածողության մեջ։ Ծիսական անմաքրության խնդիրն այլ կերպ է մեկնաբանվում նոր կտակարանի լույսի ներքո։ Հիսուս սուրբ հաղորդության խորհուրդ հաստատելիս որևէ խտրականություն չդրեց սեռերի միջև, այլ պատվիրեց բոլորին անխտիր հաղորդվել։ Սեռերի հավասարության մասին է բազմիցս խոսվում նաև Սուրբ Պողոս առաքյալն իր թղթերում։ Խնդրի մասին զանազան կարծիքներ են հայտնում նաև եկեղեցու հայրերը և քրիստոնեական հեղինակները։ Օրինակ, Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին վանականներից մեկին գրած նամակում շեշտում է, որ մարդու մեջ որևէ անմաքուր բան չկա, իսկ Սուրբ Հովան Ոսկեբերան հայրապետը քննադատում է նրանց, ովքեր արգելում են կնոջը դաշտանի ժամանակ հաղորդվել, նրանց անվանելով քրիստոնեական հավատքի անարժաններ և սնահավատներ։ Ի պաշտպանություն սուրբ հաղորդություն ստանալուն հաճախ վկայակոչվում է նաև նոր կտակարանի այն հատվածը, երբ Հիսուս բժշկում է արյունահոսող կնոջը։ Բացի սուրբ գրային արգելքից, դաշտանի ընթացքում հաղորդվելը արգելող կանոնական որոշումներ կան նաև ուղղափառ և մյուս եկեղեցու կանոնագրքերում, այսինքն արգելող, որ արգելել են։ Մասնավորապես կանոնագիր Քահայոցի մեջ կանոն հարանց հետևողած կանոնախմբի 23-րդ կանոնը անդրադառնում է այս խնդրին և նշում, որ եթե մեկը արյունահոսություն ունի, չպետք է 3 օր սուրբ հաղորդություն վերցնի, իսկ այն տղամարդը, որ երազախապ է եղել մարմնի բնական գործունեության արդյունքում և ոչ թե պոռնկական խորհրդի, կարող է սուրբ հաղորդության մերձենալ։ Բարձրցեղ կեսարացու 119-րդ կանոնում շեշտվում է, եկեղեցուն չի կարող մոտենալ արյունահոսող և նոր ծննդաբերած կինը։ Այսինքն տեսնում եք, եկեղեցական հայրերը շատ տարբեր կարծիքներ ունեն այս հարցի վերաբերյալ։ Եթե ամփոփենք վերոգրյալը, ապա պիտի արձանագրենք, որ սուրբ գրային և կանոնական առումով կինը դաշտանի ժամանակ չի կարող հաղորդվել, քանի դեռ նոր կանոնական որոշում կամ հայրապետական կոնդակ չկա այս մասին։ Այսինքն, ի վերջո այդ
կարծինքները մի կողմ դնենք, կանոնին ենք նայում եկեղեցու կանոնով չի կարող հաղորդվել։ Քանի դեռ կանոնական որոշում կամ հայրապետական կոնդակ չկա այս մասին, ուժի մեջ են նախկին որոշումները, որոնք արգելում են։ Ուստի կանայք այս հարցում պետք է ըմբռնումով մոտենան խնդրին եւ երբեք դրա մեջ չտեսնեն որևէ խտրականություն։ Մեր խորհուրդն է, որ եթե դաշտանի մեջ եք եւ խիստ կարիք ունեք հաղորդվելու, ապա նախապես դիմեք ձեր հոգեվոր հորը կամ պատարեք քիչ հոգեվորականին եւ նոր սուրբ հաղորդություն ստացեք։